UNICEF-ը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը եւ հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են։ Առաջին բալիկիս դեպքում գիշերանոթին սովորեցնելը միանգամից չի ստացվել, ունեցել ենք նաև փորձ, որը որ ձախողվել է։ Ես այդ փորձից դասեր եմ քաղել եւ երկրորդ երեխայիս դեպքում այդ նույնը չեմ կրկնի։ Ես կարելի ասել գնացել եմ մի փոքր ոչ ստանդարտ ճանապարհով, քանի որ մեզ մոտ անցումը տակդիրից եղել է միանգամից զուգարանին։ Չգիտեմ, վստահ եմ եւ բալիկիս, եւ իմ ուժերի վրա, եւ ասեմ, որ մեզ մոտ իրոք ստացվեց։ Գիշերանոթին սովորեցնելը բավականին անհանգստացնող պրոցես է, հատկապես երբ դու առաջին անգամ ես մամա եւ դա քո առաջին բալիկն է, իհարկե անում ես սխալներ, բայց պետք է հաշվի առնել, որ երեխան ինդիվիդուալ է ու այս հարցում կարծում եմ, որ շտապողականություն ցուցաբերել պետք չի։ Ես իրականում բավականին ոգևորված սպասել եմ գիշերանոթին սովորեցնելու փուլին, իհարկե անկեղծ կլինեմ, բավականին սխալներ արել եմ, բայց կարծում եմ, քանի որ դրական եմ տրամադրված եղել, այդ դրական միջավայրը նաև փոխանցել եմ իմ երեխային ու մենք ունենք լավ փորձառույթ։ Երեխայի ծնվելուց հետո մենք անհամբեր սպասում ենք նրա մեծանալու նշաններին։ Առաջին ատամ, առաջին քայլ, առաջին բառ։ Պակաս սիրունիկ, բայց ոչ պակաս սպասված իրադարձություն է երեխայի գիշերանոթից օգտվելու հաջողված առաջին փորձը։ Վստահ եմ, որ սա լսելուց հետո շատ ծնողներ հիշեցին այն, ինչ նախընտրել էին մոռանալ։ Երեխային գիշերանոթի վարժեցնելու անհաջող փորձերը։ Այո, երբեմն դա բարդ առաջադրանք է, որն ավելի է խճճվում ընտանիքից ընտանիք կրկնվող սխալների պատճառով։ Այսօր կփորձենք օգնության ձեռք մեկնել նրանց, ովքեր այս ճանապարհի սկզբում են։ Ծնողական ժողովում խոսում ենք երեխաներին գիշերանոթի վարժեցնելու սկզբունքների մասին։ Բարև ձեզ, հարգելի մայրիկներ, ուրախ եմ ձեզ տեսնել ծնողական ժողովում։ Հետաքրքիր է իմանալ, թե ձեզնից յուրաքանչյուրը որպես մայրիկ եւ ձեր երեխան կամ երեխաները ինչպիսի փորձառություն եք ունեցել, երբ սկսել եք այս բարդ, բայց շատ կարևոր փուլը երեխայի կյանքում, այն է գիշերանոթից օգտվելուն սովորելը կամ երեխային վարժեցնելը։ Թե դրական, թե բացասական օրինակների մասին խոսել այս պարագայում խրախուսվում եմ։ Մարիա, ձեզ հետ սկսենք։ Ես իրականում սկսել էի ավելի վաղ տարիքում, համեմատելով երեխային իր հասակակիցների հետ ու մտածելով, որ արդեն ուշացել ենք, 2 տարեկանում էին փորձել, բայց իրականում հասկացա, որ շտապել պետք չի, որովհետև բոլոր երեխաները տարբեր են ու ամեն մեկը ինդիվիդուալ իր ձևով է զարգանում։ Դրա համար մեկ անհաջող փորձից հետո որոշ ժամանակ հանգիստ թողեցի երեխային եւ նույնը կրկնեցի մի քանի ամիս անց, որը ինձ ավելի հեշտ տրվեց։ Մենք սկսեցինք ուղղակի ռեժիմով ուտելուց հետո, քնելուց առաջ հենց արթնացավ այդ ժամանակ դա մոտեցնել գիշերանոթին ու քիչ-քիչ ստացվեց։ Այսինքն հետևողականությունը բանալիներից մեկն է այս պարագայում։ Անետ, որ տարիքում եք երեխայի հետ սկսել փորձերը օգտվելու գիշերանոթից, ինչպես նախնական հատվածում ասացիք, մի քիչ ոչ ստանդարտ ճանապարհով եք գնացել եւ գիշերանոթը որպես այդպիսին դուրս եք թողել այս շղթայից եւ մի անգամից փորձել եք զուգարանակոնքին սովորեցնել։ Մեզ մոտ էլ հենց սկսվել է ստացվել 2 տարեկանից։ Ճիշտ ասած, կարծում եմ, որ առհասարակ գիշերանոթ կլինի, թե կլինի զուգարան, սովորեցնելու համար տարիքը կապ չունի, ավելի շատ կախված է երեխայի առանձնահատկություններից, թե երեխան որքանով է պատրաստ անցնելու այդ փուլին։ Մեզ մոտ սկսվեց 2 տարեկանից ու 2 փորձ կարելի ասել ձախողվեց եւ հետո արդեն հեշտ ստացվեց։ Իհարկե զուգարանին նստել է հատուկ փոքրիկների համար նախատեսված նստատեղի միջոցով։ Շատ լավ, մենք երբեմն վախերով եւ կանխակալ վերաբերմունքով ենք մոտենում այս process-ին, որովհետեւ մեր ընկերուհիներից, մայրիկներից ու տատիկներից շատ պատմություններ ենք լսում նաեւ անհաջող փորձի մասին եւ սա մեզ վախեցնում է։ Ունեցել եք նման դրվագներ, երբ ուրիշների չհաջողված փորձը ձեզ մոտ նախատրամադրվածություն է ստեղծել։ Ուրիշների չհաջողված փորձը այդքան չէ, ինչքան միջավայրի շրջապատի ճնշումը ինձ վրա բացասաբար անդրադարձավ, ես տրվեցի դրան եւ երեխայիս սկսեցի վարժեցնել գիշերանոթին, երբ նրա 2 տարեկանը դեռ չէր լրացել։ Մի քանի օր անց ես հասկացա, որ նա դեռ պատրաստ չէ։ Ես էլ իրականում պատրաստ չէի, որովհետեւ շատ նյարդայնանում էի, դե անընդհատ պետք է փոխել հագուստը, լվանալ գորգահատակը եւ որոշեցի չշտապել, չտրվել այդ միջավայրի
սադրանքներին, այսպես ասած, եւ սпасել մի փոքր, մի քանի ամիս հետո եւս կրկնել։ Ես այդպես էլ արեցի եւ այս անգամ մեր երկրորդ փորձը հաջողվեց եւ այդ երկրորդ փորձը երևի տևել է մի 4-5 օր։ Այդքան հեշտ մենք անցանք։ Շատ լավ, այսինքն նորից կրկնվում է այն դրվագը, որ փորձում ենք, չի ստացվում, դադար ենք վերցնում ու նորից վերադառնում ենք։ Այո, այստեղ գլխավոր միտքը նա է, որ ընդհանրապես կապ չունի, թե երեխան քանի տարեկան է, ինչ եղանակ է, որովհետև ասում են տաք եղանակին պետք է սովորեցնել, չէ, այստեղ կարևորը երեխայի պատրաստվածությունն է։ Յուրաքանչյուր երեխա ունի իր ժամանակը, թե երբ է նա պատրաստ։ Տիգրանուհի, ձեր փորձին գանք, ինչպիսի դժվարությունների եք բախվել գիշերանոթի հետ հարաբերություններ կառուցելիս։ Իրականում պատրաստվելը դրան, կարող եմ ասել, ավելի լարված անցավ, որովհետև ես սկսեցի կարդալ գրականություն, նայել ինչ-որ տեսանյութեր եւ շատ հաճախ բախվում էի այն մտքին, որ դա հնարավոր է սովորեցնել 3 օրում, 5 օրում, եւ սկսեցի ինքս դա անել ու հասկացա, որ չի ստացվում 3 օրում եւ 5 օրում, իրական բավական տրավմատիկ էր առաջինը հենց ինձ համար, սկսում ես մտածել, որ դու վատ մայրիկ ես, չես կարողանում սովորեցնել կամ ինչ որտեղ թերանում ես եւ մենք էլ 2 փորձից կարողացանք հասնել հաջողության, առաջինը չստացվեց, էլի պատրաստ չէր, որտեղ մի փոքր շուտ էինք սկսել, եկավ մի պահ, երբ որ տղաս չուզեցավ ընդհանրապես օգտվել եւ նույնիսկ կարող է ժամերով այսպես կարիքը չհոգար, միայն թե գիշերանոթին չմոտենար, իսկ երկրորդ փորձը արդեն մի քանի ամիս անց, երբ մոռացել էինք դրա մասին, որոշեցինք, որ պետք է իրեն հանգիստ թողնենք եւ այլևս այդ թեմայով չզբաղեցնենք, մի քանի ամիս անց արդեն նորից փորձեցինք եւ այս անգամ արդեն ավելի հեշտ անցավ ու շատ արագ սովորեց։ Հետաքրքիր մի ընդհանրություն կա բոլորիդ խոսքի մեջ, որ դուք զգացել եք երեխայի թե ֆիզիոլոգիական, թե հոգեբանական վիճակը, արդյոք նա պատրաստ է եղել դրան ու փորձել եք երեխային համընթաց գնալ, կարևորը նաև սեփական սխալներից հետևություններ անելը։ Խանգարողի դերում հիմնականում գիշերանոթին վարժեցնելու մասին թյուր պատկերացումներն են եւ սերնդե-սերունդ փոխանցվող սխալ մոտեցումները։ Դրանցից մի քանիսը ջրի երես հանելու համար մոտեցել ենք մի խումբ պատահական անցորդների։ Ինչքան շուտ սկսեք երեխային սովորեցնել գիշերանոթին, այնքան ավելի հեշտ կսովորի։ Միֆ է, թե իրականություն։ Միֆ է, որովհետև ամեն ինչ ունի իր ժամանակը, որովհետև երեխայի ողնաշարը պիտի կառուցվի ամրանա, որ հետո կարելի լինի նստել կամ քանստած դիրքով պահել։ Իրականություն։ Շուտ փորձելը երաշխիք չէ, ըստ իս դժվարություն կառաջացնի։ Իրականություն է, կարծում եմ, որ դա իրականություն է։ Իրականում ոչ, գիշերանոթին վարժեցնելը շուտ սկսելը կարող է նախ առաջացնել հոգեբանական խնդիրներ, վախեր, միևնույն ժամանակ դա կարող է կապված լինել սովորելու գործընթացը ավելի երկարատև դարձնելու հետ, այսինքն դրական արդյունքի կարող է ընդհակառակը ավելի ուշ հասնենք։ Կարևոր է ոչ թե հիմնվել երեխայի քրոնոլոգիական տարիքի վրա, այլ հետևել երեխայի պատրաստ լինելու նշաններին, ինչպիսիք են ֆիզիոլոգիական, վարքային եւ զարգացման նշանները։ Պետք է ընտրել գունագեղ եւ ձայներ արձակող գիշերանոթ։ Միֆ է, թե իրականություն։ Ոչ, երեխան պետք է գիտակցի, որ դա գիշերանոթ է, այլ ոչ խաղալիք։ Ձայներ արձակողը կարծում եմ ոչ, գունագեղը որոշ դեպքերում գեղեցիկ է գուցե։ Դեմ չեմ, որովհետև երեխաներ կան խնդիր են ունենում սկզբի հետ կապված, որպեսզի նստեն, այդ իրանց ավելի շատ ոգևորում է։ Իրականում ոչ, գունագեղ ձայներ արձակող գիշերանոթները երեխան ընկալում է որպես խաղալիք եւ չի կարողանում կենտրոնանալ մի զարթակման կամ կղազատման գործընթացի վրա։ Ցանկալի է ընտրել հնարավորինս պարզ, հարմար հենակով, այնպիսի գիշերանոթ, որ հնարավորություն կտա երեխային կազմակերպել իր բնական կարիքները հոգալը հարմարավետ պայմաններում։ Դա նաեւ ներառում է, որ երեխայի ոտքերը ամուր հենված լինեն գետնին։ Եվ իրականում երեխան պետք է գիշերանոթին վերաբերվի որպես զուգարանի փոքր տարբերակ, դա նաև կնպաստի հետագայում սովորական զուգարանին վարժվելու ավելի հեշտ գործընթացին։ Պետք է պարգևատրել, այդպես ավելի շուտ կսովորի։ Միֆ է, թե իրականություն։ Ոչ, այնիշ բնական նորմալ է, ըստ իս պարգևատրման ու հավելյալ խթանելու կարիք չկա։ Իրականություն է, որովհետև երեխաներ սիրում են, երբ որ իրանք ինչ-որ ծնողի ասածն անում են, հա, ծնողը իրան դրա համար պարգևատրում է, ոգևորվում են ավելի շատ։ Ոչ, դա կդառնա սովորություն, պարգևատրելը։ Քանի որ իրենք մանկահասակ շատ փոքրիկ են, այո, նման բաները իրենց խրախուսում են հաստատ։
Իրականում ոչ, ճիշտ չէ, երեխային ամեն անգամ կամ ամեն օր նյութապես կաշառելը, պարգևատրելը, քանի որ երեխան սկսում է իր բնական գործընթացը օգտագործել որպես պարգևատրման հասնելու տարբերակ։ Ցանկալի է այս երևույթը նույնպես օգտագործել դրական հիմքով, այսինքն երեխայի հետ ձեռք բերել որոշակի պայմանավորվածություն, ենթադրենք 15 օր պայմանավորվածությունը կատարելու դեպքում վարել օրագիր, երեխային տալ ստիկերներ, փաղաքշել երեխային, խրախուսանքի խոսքեր ասել եւ ինչու՞ չէ, ժամանակ առ ժամանակ որևէ նյութական պարգևատրում էլ տալ երեխային։ Այդպիսով երեխան ունենում է որոշակի մոտիվացիա, սակայն չի վերաբերվում իր բնական գործընթացները հոգալուն, որպես պարգևատրման հասնելու տարբերակ։ Երբ մասնագետներն ասում են, երեխային պետք է սկսել վարժեցնել գիշերանոթին այն ժամանակ, երբ նա կլինի դրան պատրաստ, շատ ծնողներ կարծում են, որ խոսքը գուցե նստելու կամ ցանկությունները բարձրաձայնելու մասին է։ Հավանաբար դա սխալ չէ, բայց վստահաբար ամբողջական պատկերը չէ։ Թե ինչ ասել է լինել պատրաստ, կբացատրի Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի մանկաբույժ Այդա Պապիկյանը։ Եվ այսպես, ինչպես ծնողները հասկանան, գուշակեն, կռահեն, որ երեխան արդեն պատրաստ է ու կարող ենք սկսել գիշերանոթին սովորելու գործընթացը։ Նախ կուզեի մեր հավաքված ծնողներին ի պատիվ ասել, որ կարծես իմ ներկայությունը այստեղ ավելորդ է, որովհետև բոլոր ճիշտ եւ գիտահեն փաստերը կարծես նշվեցին։ Բրավո մայրիկներ։ Եվ շատ ողջունելի է, բայց ցավոք սրտի սա ամբողջական ծնողական համայնքի ամբողջական պատկերը չէ։ Անշուշտ կան նաեւ ծնողներ, ովքեր սխալ ճանապարհով են գնում եւ մեզ հասնում են արդեն դեպքերը տարբեր բարդություններով։ Պատրաստ ասելով, անշուշտ մի քանի ոլորտների ենք նայում եւ հոգեբանական, հոգեհուզական ոլորտը եւ շարժողական ոլորտը եւ խոսքի ոլորտը։ Երեխան պետք է կարողանա նստել, ինքնուրույն կանգնել, քայլել, այդքանը թերևս այդ գործողության համար բավարար է, բայց նա նաև պետք է կարողանա որևիցե ձևով պարտադիր չէ, հենց հստակ բառերով, նախադասություններով կազմավորված միտք ձևավորի, բայց պետք է ծնողին կարողանա որևիցե ձևով հասկացնել տա, որ ինքը ունի կարիք կամ կղազատման կամ միզելու։ Հոգեհուզական ոլորտը ասելով հասկանում ենք, որ երեխան այնքան հասուն է, որ տարբերում է իր կոմֆորտը, թաց եւ չոր իրավիճակները, խոսքի մասին արդեն ասեցինք, կարծես բոլոր ոլորտների մասին հիմնական դրույթները ասեցինք։ Անհաջող փորձից հետո անշուշտ մենք ժամանակ ունենք, որևիցե մեկը մեզ չի շտապացնում, որ պետք է հետ կանգնենք, ինչպես մեր հարգելի մամաները նշեցին։ Սպասենք, ժամանակ տանք երեխային, հետո նորից փորձենք։ Իսկ եթե վերադառնանք ֆիզիոլոգիական տարիքին, այս բոլորը նշեցինք, միջինում երեխաները 1.5-ից 3-4 կախված տարբեր գրականություն տարբեր են ասում, այդ միջակայքում է պատրաստ լինում, բայց թե տվյալ երեխան այդ միջակայքից որտեղ կհայտնվի, նորից շատ ինդիվիդուալ է։ Առաջարկում եմ մեր քննարկումը շարունակել մայրիկների հետ, նրանք անհամբեր ձեզ են սպասում, համեցեք։ Հարգելի մայրիկներ, հիմա պետք է մի խաղ խաղանք, ստուգելու մեր գիտելիքները այն ոլորտների վերաբերյալ, որոնց պատրաստվածությունը պետք է մեզ հուշի, որ երեխան արդեն կարող է օգտվել գիշերանոթից եւ ժամանակն է սկսելու վարժանքները։ Խնդրում եմ վերցրեք ստուգաթերթիկները։ Մենք առանձնացրել ենք 4 ոլորտները՝ ֆիզիոլոգիական, ճանաչողական, շարժողական եւ հոգեբանական, եւ նշել ենք կետեր յուրաքանչյուր ոլորտում 5 կետ, որտեղ կան ճիշտ ու սխալ տարբերակներ։ Ձեր խնդիրն է նշել եւ ընտրել սխալ տարբերակները եւ պետք է խնդրենք Այդային, որ ներկայացնի ճիշտ մոտեցումները, որոնք են։ Ֆիզիոլոգիական պատրաստվածությունից ենք սկսում։ Ֆիզիոլոգիական պատրաստվածությունը ենթադրում է, որ երեխան պետք է ամբողջ գիշեր չմիզի, որպեսզի հնարավոր լինի սկսել։ Երեխան կարող է չոր մնալ առնվազն 1.5-ից 2 ժամ, միզելու կամ կղելու պահին վարքագիծը փոխվում է, կանգ է առնում, լարվում է։ Եթե երեխան 1 տարեկանից մեծ է, ֆիզիոլոգիապես պատրաստ է։ Եվ վերջին կետը կղանքը համեմատաբար կանոնավոր ժամերի է։ Պատրաստ ենք, Տիգրանոյի ձեզ հետ սկսենք։ Կարող եմ ասել այն կետը, որը սխալ է իմ կարծիքով, երեխան պետք է ամբողջ գիշեր չմիզի, որպեսզի հնարավոր լինի սկսել, կարծում եմ դրան կարելի է չսպասել, մեր դեպքում օրինակ դա եղավ արդեն երբ սովորեց ցերեկը ամբողջովին օգտվել գիշերանոթից, հետո գիշերը արդեն ինքն էլ չէր անում եւ մենք ունեինք ուղղակի 4 տակտիրներ ու այդ գիշերային նույնիսկ գիշերվա ժամին արթնանալ եւ օգտվելը գիշերանոթից շատ հազվադեպ է լինում մեզ մոտ,
Կարծում եմ մնացած բոլոր կետերը ճիշտ են, միայն այդ մեկը իմ կարծիքով մի փոքր վիճահարույց է։ Ես մի կետի հետ էլ համաձայն չեմ, եթե երեխան 1 տարեկանից մեծ է, ֆիզիոլոգիապես պատրաստ է, այսպես միանշանակ բոլոր երեխաների մասին ասել ճիշտ չի, երեխաները տարբեր են եւ կարող է այո 1 տարեկանից մեծ լինել, բայց պատրաստ չլինել։ Շատ լավ, բժշկի բարձաբանումը լսենք։ Այո, ամբողջ գիշերը չոր մնալը պարտադիր պայման չէ, ինչպես մեր հարգելի մայրիկը նշեց, դա հետագայում արդեն երկրորդ էտապով գիշերային տակդիրներից ազատվելու համար ենք դա դիտարկում, երբ տեսնում ենք երեխան արդեն մի քանի շաբաթ շարունակ 4 տակդիրներով է արթնանում, կարող ենք նաև փորձ անել գիշերային տակդիրից անջատվելու, բայց ցերեկային գիշերանոթային վարժանքը, մենք այդ տերմինն ենք օգտագործում, գիշերանոթային վարժանքը սկսելու համար բոլորովին պարտադիր չէ ամբողջ գիշերը չոր լինել, բայց պարտադիր է, որ 1.5-2 ժամ օրվա ընթացքում տեսնենք, որ երեխան չոր է։ Եվ իհարկե 1 տարեկանը որևիցե ցուցիչ չէ, եթե գրված լիներ ինչ որ տարիքային միջակայք, միգուցե կարելի էր, բայց ճիշտ հակառակը 1 տարեկանում մեծամասամբ դեռ պատրաստ չեն երեխաները, քան պատրաստ են։ Հազվադեպ բացառություն։ Որպես ամփոփում ես էլ նշեմ ճիշտ տարբերակները, երեխան ֆիզիոլոգիապես պատրաստ է, եթե կարող է չոր մնալ առնվազն 1.5-ից 2 ժամ, միզելու կամ կղելու պահին վարքագիծը մի փոքր փոխվում է, կանգ է առնում, լարվում է եւ կղանքը համեմատաբար կանոնավոր ժամերի է։ Սրանք են այո, այդ վերջի կետի մասին եւս թույլ տվեք 2 բառ ասել, որ երբ տեսնում ենք, որ օրինակ կղազատումը սովորաբար արթնանալուց կամ նախաճաշից հետո է, դա ել ավելի հեշտացնում է գիշերանոթի անցնելը եւ ծնողները պետք է ընտրեն հենց այդ պահերը, այդ ենթադրյալ ժամից առաջ երեխային առաջարկեն հիշեցնեն նստել գիշերանոթի, որ երեխայի մոտ այդ ավելի հեշտ անցումը կատարվի։ Մի տարածված երևույթ էլ կա, որի մասին կուզեմ խոսենք, մի փոքր խաղից շեղվելով, ծնողները երբեմն պատժիչ մեթոդներ են կիրառում, եթե նրանց պատկերացումներով չի ստացվում կառավարել երեխայի վարքագիծը, երբ խոսքը կղելու եւ միզելու մասին է։ Ենթադրում եմ, որ սա մեծ սխալ է, բայց կարիք կա ձեր պարզաբանման։ Մենք միշտ պետք է գիտակցենք, որ երեխան մեղավոր չի, որ դեռ այնքան չի հասունացել, որ կարողանա այդ process-ը պատշաճ եւ առանց սխալների կատարի։ Հետևաբար պատժել մի բանի համար, որտեղ մեղավոր չի, բնականաբար շատ սխալ է, առհասարակ կարծում եմ հոգեբանները չեն թույլ տա, որ ես ստեմ երեխային պատժիչ գործողություններ անելը որևիցե կոնտեքստում ճիշտ չի։ Հակառակ մոտեցումը շատ խրախուսում է, այսինքն խրախուսական մեթոդը օգտագործելը շատ լավ արդյունքների է բերում երեխային ամեն հաջողված փորձի համար։ Պետք չի մեծ նվերներ, դա էլ կարող է, այսպես ասած, փչացնել երեխայի սպասելիքները, բայց խրախուսական խոսք, վարքագիծ, երեխային գովեստ, անշուշտ պետք է, պատժիչ գործողությունները պետք է բացառվեն։ Երկրորդ ոլորտին անդրադառնանք, շարժողական պատրաստվածություն, ես ընթերցեմ, դուք նշեք եւ լսենք պարզաբանումը։ Ուրեմն շարժողական ոլորտում երեխան պատրաստ է, եթե կարող է ինքնուրույն նստել եւ վեր կենալ, եթե վազում է, ուրեմն պատրաստ է գիշերանոթին, եթե կարող է հասնել գիշերանոթին կամ զուգարանին, պետք է կարողանա ինքնուրույն լվացվել, միայն նոր սկսել, կարող է հանել, իջեցնել հագուստը կամ գոնե մասամբ անել դա ինքնուրույն։ Կխնդրեմ աղջիկներ նշեք, որ տարբերակներն եք ընտրել որպես սխալ։ Սխալ ընտրել եմ, եթե վազում է, ուրեմն պատրաստ է գիշերանոթին եւ որ պետք է կարողանա ինքնուրույն լվացվել, նոր միայն սկսել։ Այդ 2 տարբերակն եմ նշել, որ սխալ։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ես նույնպես դրանք եմ նշել, կարծում եմ լվացվելը նույնպես կարևոր է, բայց դա այն կարևոր գլխավոր պայմանը չի, որպեսզի երեխային պատրաստենք արդեն գիշերանոթին։ Շատ լավ, շարժողական ոլորտում ինչին ենք ուշադրություն դարձնում եւ որոնք են այն նշանները, որ ահա ժամանակն է։ Անշուշտ երեխան պետք է կարողանա վարժ կայուն նստել եւ որոշ ժամանակ մնալ նստած, վեր կենալ եւ նստել ինքնուրույն նույնպես կարեւոր է եւ պետք է կարողանա գիշերանոթին անցնելուց առաջ կարողանա անել։ Ամենահեշտ հագնող եւ հանվող տաբատը, կիսաշրջազգեստը եւ արտիքը երեխան պետք է կարողանա գոնե փորձել ինքնուրույն հանել եւ եթե ճիշտ հագուստ ենք ընտրել, երեխայի մոտ շատ արագ դա կհաջողի։ Այսքանը սխալ պատասխաններին, եթե կարիք կա։ Այո, մայրիկները ճիշտ էին ընտրել անշուշտ շատ ճիշտ էին ընտրել։ Շարժվենք առաջ, ճանաչողական ոլորտ գնանք։
Ճանաչողական իմաստով երեխան պատրաստ է, եթե հասկանում է պարզ հրահանգներ, արի նստենք, սպասիր, արա այսինչ բանը, տարբերում է թաց եւ չոր զգացողությունները, հասկանում է գործողության հաջորդականությունը, գնալ, նստել, վեր կենալ, եթե չի տարբերում գույները, դեռ ճանաչողականորեն պատրաստ չէ, կարողանում է ամբողջական նախադասությամբ ասել իր պահանջը, որ տարբերակներն է կընտրել որպես սխալ։ Եթե չի տարբերակում գույները, այս դեպքում դա ընդհանրապես կապ չունի գիշերանոթի հետ, եւ երկրորդը կարողանում է ամբողջությամբ նախադասություն ասել, սա կարող է չկարողանա երեխան անել, անգամ 2.5-3 տարեկանում, բայց շատ լավ օգտվել գիշերանոթից։ Շատ լավ, Տիգրանուհի։ Համաձայն եմ միանգամայն, իմ տղան դեռ չէր քայլում, բայց արդեն խոսում էր 1 տարեկանում, այնպես որ կարծում եմ այդ գործողությունների հաջորդականությունները մեկը մյուսի հետ ուղղակի կապ չունեն այս դեպքում։ Ոչ, բոլորովին չի ակնկալվում, որ երեխան ամբողջական բարձ տորադասական նախադասություն կազմի, բավարար է ընդամենը իր անգամ սեփական նեոլոգիզմներով, այսինքն իր սեփական հորինած բառով արտահայտի իր ցանկությունը եւ ծնողին իմաց տա, այսպես ասած, որ ինքը պատրաստում է կղազատի կամ միզի։ Միանշանակ ճիշտ է եւ մյուսը որն էր սխալներից գույների հետ կապված։ Չէ, իսկապես դա կապ չունի, լինում են իրավիճակներ, երբ գույների ճանաչողությունը պաթոլոգիկ անգամ ձևով ուշացած է լինում կամ չի լինում, դա մեր այս գիշերանոթային վարժանքի հետ որևիցե կապ չունի։ Բայց այ ճանաչողական ոլորտը գիշերանոթի վարժանքի կոնտեքստում զարգացնելու համար հաճախ խորհուրդ ենք տալի ծնողներին, անգամ երբ երեխան տակդիրի մեջ է անում իր գործողությունը, պայմանական, մենք հետո գիշերանոթը գնելուց կամ զուգարանակոնքի դեպքում նույնը կարող ենք անել, այդ պարունակությունը տակդիրի լցնել գիշերանոթի մեջ եւ երեխային վիզուալ ցույց տալ, որ գիշերանոթը նրա համար է, որ իր շատ նեղություն կակաշիկը գտնվի գիշերանոթի մեջ եւ երեխան սկսում է հասկանալ, թե այդ գիշերանոթը ինչի համար է։ Ինքը չի հասկանում, թե ինչի են իրեն այնտեղ նստացրել, ինքը կարող է 5 րոպե խելոք նստի, ինչպես եւ ակնկալում է իմ ջալոտ 5 րոպեից ավել խոր չի տրվում թույլ տալ, որ երեխան մնա, վեր է կանում, հագցնում են տակդիրը եւ միանգամից անում է իր կղազատումը, քանի որ չէր հասկացել, որ գիշերանոթը կղազատման համար է եւ վիզուալ այդ կոնտակտով ամեն անգամ թեկուզ եթե տակդիրում է անում, դատարկել մեջը ցույց տալով, որ սա դրա համար է նախատեսված։ Հաջորդ անգամ կարես միանգամից մեջը անես։ Ես էլ ամփոփելով ճիշտ տարբերակները ընդգծեմ, ճանաչողական ոլորտից ուշադրություն դարձնել հատկապես այս կետերին եւ եզրակացություն անել, որ երեխան պատրաստ է։ Հետեւյալ կետերն են, եթե երեխան հասկանում է պարզ հրահանգներ, տարբերում է թաց եւ չոր զգացողությունները, հասկանում է գործողության հաջորդականությունը, թերևս այս նշվածներից սրանք էին։ Արձանագրենք նաեւ, որ մայրիկները ճիշտ էին եւ անցնենք հաջորդ ոլորտին՝ հոգեբանական պատրաստվածություն։ Երեխան հոգեբանորեն պատրաստ է, եթե չի վախենում գիշերանոթից, ցույց է տալիս ընդօրինակելու կամ մասնակցելու ցանկություն, հիմնականում համագործակցում է, կտրուկ չի դիմադրում, սա մի կետ է, եւ դիմադրում է ցուցադրելով կամային հատկանիշներ։ Ինչ տարբերակներ եք ընտրել որպես սխալ։ Որպես սխալ ընտրել եմ դիմադրում է ցուցադրելով կամային հատկանիշները։ Շատ լավ։ Իմ փորձից էլ ասեմ, որ առաջին անգամ երբ փորձում էինք այդ փուլին անցնել, իմ տղան վախենում էր, լաց էր լինում, դիմադրում էր, այն բոլոր սխալները, որը այստեղ նշված են, դրա համար մեզ մոտ չստացվեց ու մենք ստիպված եղանք հետաձգել։ Այստեղ կամային հատկանիշներ պետք չի դրսևորի ոչ երեխան, ոչ ծնողը, ով ավելի ուժեղ կգտնվի իր պահանջի մեջ, անշուշտ երեխան պետք է հարմարավետություն զգա այդ process-ի հետ, ինքը պետք է զգա, որ դա իրեն համար ավելի հարմարավետ է եւ հարմարավետ է լինելու, քան տակդիրը։ Եվ չի կարելի երկար թողնել գիշերանոթի վրա, ինչպես նշվեց փորկապություն եւ այլ խնդիրներից զատ, նաեւ երեխան պետք է չունենա այն վախը եւ զգացողությունը, որ ինքը գանված է մնալու այդ գիշերանոթին եւ ինքնուրույն իր ցանկությամբ չի կարողանալու վեր կենալ։ Ոչ, երեխային ցույց ենք տալի, խրախուսում ենք, նպաստում ենք, բայց երբեք ու երբեք չի կարելի ստիպողաբար նստեցնել կամ չթողնել, որ երեխան ինքնակամ վեր կենա դրա վրա։ Դա ամենամեծ սխալներն է, որ հետո առաջացնում է այդ նեգատիվ զգացողությունը process-ի նկատմամբ։ Եվ այսպես հոգեբանական ոլորտում երեխան պատրաստ է, եթե չի վախենում գիշերանոթից, եթե ցույց է տալիս ընդօրինակելու կամ մասնակցելու ցանկություն եւ հիմնականում համագործակցում է, կտրուկ չի դիմադրում։
Կարծում եմ պատվով հաղթահարեցինք խաղի փուլը, իսկ ձեզ բժիշկ շնորհակալ եմ շատ, որ ժամանակ գտաք ու միացաք ծնողական ժողովին, այս տեղեկատվությունը մշտապես պահանջված է եւ ձեր պարզաբանումների կարիքը շատ ունեինք։ Սիրով։ Շնորհակալ եմ։ Երեխայի գիշերամիզությունը շատ ծնողներ կապում են գիշերանոթին վարժեցված չլինելու հանգամանքի հետ։ Մենք որոշեցինք օգտվել այս առիթից ու անդրադառնալ նաև այդ խնդրին։ Մեր հաջորդ հյուրը կխոսի գիշերամիզության մասին։ Առաջին ալիքի եթերում ծնողական ժողովն է։ Մեզ է միացել Wigmore կանանց եւ երեխաների հիվանդանոցի մանկաբույժ, մանկական նեֆրոլոգ Ազատուհի Աշոտյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արդյոք գիշերանոթին վարժված լինելու եւ գիշերամիզության միջև որոշակի կապ կա, եւ եթե երեխան դեռ չի կարողանում օգտվել գիշերանոթից, ուրեմն մեծ է հավանականությունը, որ կունենանք խնդիր գիշերամիզության տեսքով։ Երբ որ քննարկենք բուն գիշերամիզությունը, արդեն կապը ավելի հստակ կլինի, բայց նշեմ, որ ոչ բոլոր երեխաները, ովքեր կարողանում են օգտվել գիշերանոթից, գիշերամիզություն չունեն, այսինքն օգտվում են գիշերանոթից նորմալ, բայց գիշերամիզության խնդիրը դեռ ուղեկցում է երկար։ Այսինքն կապը այդքան էլ հստակ չէ։ Այդ դեպքում մեզ հարկավոր է հասկանալ, թե գիշերամիզություն ասելով ինչ ենք հասկանում։ Գիշերամիզությունը քնի ժամանակ ակամամիզարձակման դրվագն է, եւ որը լինում է 5 տարեկանից բարձր երեխաների շրջանակում, երբ որ արդեն ունենք գիշերանոթից օգտվելու հմտություններ։ Ինչն է պատճառը գիշերամիզության։ Գիշերամիզությունը լինում է նախ միզային համակարգի ոչ լիարժեք ձևավորման պատճառով։ Գիշերային ժամերի երեխաների մոտ շատ ավելի շատ մեզ է գոյանում, քան մեծահասակների մոտ։ Քնի խանգարման հետ կապված խնդիրների դեպքում է լինում եւ ի պատասխան լիքը միզապարկի ոչ միշտ է երեխան կարողանում արձագանքել եւ արթնանալ։ Եվ որոշ բժշկական խնդիրների դեպքում, երբ որ ունենք շատ մեծի արտադրություն, առավել շատ մեծի արտադրություն գիշերային ժամերին։ Պարբերականությունը չի։ Գիշերամիզությունը մինչև 5-ից 7 տարեկան երեխաների շրջանակում հանդիպում է մոտավորապես 20% դեպքերում։ Ամեն տարի երեխայի մեծանալու զուգահեռ տոկոսը պակասում է, այսինքն երեխաները մեծանալով ինքնուրույն կարող են ձերբազատվել նման խնդրից։ Գիշերամիզության հետ կապված խնդիրները մենք բարձրաձայնում ենք այն դեպքում, երբ որ այն 4 գիշերները շատ ավելի քիչ են, քան թաց գիշերները, մինչև 5 տարեկան եւ 5-ից 7 տարեկան շրջանակում մենք բարձրաձայնում ենք այդ խնդիրները, երբ որ ունենք այսպես կոչված ոչ մոնոսիմպտոմ, այսինքն բացի գիշերամիզությունից երեխան ունի նաեւ այլ գանգատներ։ Օրինակ, ցերեկային անմիզապահություններ, ունի հաճախամիզության դրվագներ, կրկնվող միզուղիների վարակ, փորկապություն կամ կտրուկ սկսված շատ խմելու, շատ միզելու ցանկություն, երբեմն ստրեսային իրավիճակներից հետո սկսված գիշերամիզություն, այդ բոլորի դեպքերում մենք չենք սպասում մինչև երեխան կմեծանա։ Այդ ոչ մոնոսիմպտոմ գիշերամիզության ժամանակ ցանկալի է դիմել մասնագետի 5-ից 7 տարեկանի շրջանակներում։ Եթե չկա այլ գանգատ, հետևում ենք մի քանի խորհուրդների, որպեսզի կարողանանք գիշերամիզության ընթացքը ավելի հարթ անցկացնել։ Նախ երեխային հորդորել անպայման միզի քնելուց առաջ նոր գնա քնելու, անկախ նրանից, թե երբ է միզը վերջի անգամ։ Այն երեխաները, որոնց թաց գիշերները ավելի գերակշռում են, խորհուրդ է տրվում քնելուց 2-3 ժամ առաջ փորձել սահմանափակել հեղուկների քանակը, բայց այդտեղ մի հատ նյուանս պետք է հաշվի առնել, որ երեխան իր ամբողջ հեղուկի ծավալը պետք է հասցնի օրվա ընթացքում ստանալ, ոչ թե չթողնել, քչացնել ծավալը օրվա հեղուկի, այլ ուղղակի ժամային բաշխումը բերել այնպես, որ ինքը օրվա առաջի կես կարողանա ստանալ հեղուկների անհրաժեշտ պաշարը։ Լինում է այնպես, որ երեխան ունենում է 4 շրջան եւ հաջողությամբ կարծես թե սովորում է, որ պետք է գիշերը քնի կամ ցանկություն ունենալու պարագայում կանչի ծնողին, բարձրաձայնի եւ հոգա իր կարիքները։ Հետո վրա է հասնում մի շրջան, երբ երեխան գիշերը միզում է։ Ինչ երևույթ է սա։ Այո, երբեմն այդպեսի երևույթ նույնպես նկատվում է։ Մենք համարում ենք դա խնդիր, երբ որ 4 շրջանը տևում է միջինում 6 ամիս եւ նորից սկսվում է գիշերամիզությունը։ Այդտեղ մենք մի քանի բժշկական խնդիրներ ունենք շղթելու եւ այդ դեպքում նույնպես պարտադիր է դիմել բժշկի։ Որոնք են այն տարածված սխալները, որ շատ եք նկատում ծնողները թույլ են տալիս եւ ինչ հետևանքների են դրանք բերում։ Երբ երեխայի տարիքը դեռահասությունության է մոտենում, այս խնդիրը դառնում է բավականին լուրջ հոգեսոցիալական խնդիր եւ այն ծնողները, որոնք ժամանակին չեն դիմել, չեն ստացել այս հարցերի լուծումը մինչեւ այդ շրջան, երեխաների հետ աշխատանքը հետագայում շատ դժվարանում է։
Արթնացնել երեխային չի կարելի, խստիվ արգելվում է երեխային գիշերվա ընթացքում արթնացնել, որովհետև դա նույնպես բերում է եւ քնի խանգարման, որը իր հերթին ավելի է վատացնում գիշերամիզությունը եւ հոգեվարքային խնդիրների, երբ որ երեխան պարբերաբար արթնանում է, երբեմն որոշ ծնողներ անգամ թույլ չեն էլ տալիս նորմալ քնի, որ հանկարծ չդիտվի գիշերամիզության էպիզոդ։ Պետք է խնդրեմ եւ հորդորեմ, որպեսզի նման խնդիրը 7 տարեկանից հետո անպայման բժշկի հսկողությամբ լինի եւ չթողնենք հասնի այն փուլին, որ մեզ հոգեվարքային խնդիրների բերի։ Շնորհակալ եմ շատ Ազատուհի, որ այսօր ծնողական ժողովում եք, սա կարևոր թեմա էր, որը բարձաբանման կարիք ունի։ Շնորհակալություն։ Սիրելի մայրիկներ, այսօր խոսում ենք գիշերանոթային վարժանքի մասին։ Կցանկանայի, որ ամփոփելով ներկայացնեք այն կարևոր մտքերը, այն եզրահանգումները, որոնց ձեզ բերեց այսօրվա քննարկումը, խնդրեմ։ Իրականում կարևոր է, որպեսզի ծնողները հետևեն երեխայի պատրաստ լինելուն ու գիտակցեն, որ միայն իրենց կամքը եւ երեխայի տարիքը չափանիշ չէ գիշերանոթի փուլին անցնելուն։ Իմ խորհուրդը ծնողներին, որպեսզի զինվեն ինֆորմացիայով, կրթվեն այս թեմայով եւ նոր անցնեն այդ փուլին, քանի որ այս բոլոր կետերը ու ցանկացած ինֆորմացիա դա կաշխատի իրենց օգտին, երեխայի համար ստեղծեն մաքսիմալ ոչ ստրեսային միջավայր, որպեսզի այդ փուլը հեշտ անցնեն։ Ես ուզում եմ ավելացնել, որ եթե երեխայի մոտ հուսական շրջան է սկսված, պետք չէ, այսպես ասած, գումարել նաև այդ փորձությունը։ Օրինակ, չգիտեմ, ծնողներից մեկն է երկրից բացակայում կամ ընտանիքում նոր բալիկ է ծնվել եւ երեխայի մոտ այսպես ստրեսային շրջան է, պետք է թողնել հանդարտ այդ պահին, մի որոշ ժամանակ անցնի, նոր արդեն սկսենք հաջորդ փորձությանը երեխային ենթարկել։ Ճիշտ ժամանակ ընտրելու մասին է։ Պետք չի փոքրիկ ձախողումը մեկը կամ երկուսը դարձնել դրամա եւ դրանից մեծ պատմություն դարձնել, քանի որ երբ ծնողը լարված է, այդ լարվածությունը միանշանակ անցնում է երեխային, երեխան էլ է լարվում եւ դա ավելի բարդացնում է այդ փուլը։ Ինչքան ծնողը հանգստություն պահպանի, դրական մոտենա, սա չստացվեց կփորձենք վաղը խրախուսի երեխային, ինչպես ասեց բժշկուհին, չպատժի, միայն դրական արդյունք թողնի։ Չնայենք այս երևույթին միայն մատերի արանքով, այսինքն չվերաբերվենք զուտ տակդիրից կտրելու եւ այդ երևույթը պարզապես այսպես հանրային, որ արդեն ժամանակն է գիշերանոթից օգտվելու, փաստորեն սա կարող է ունենալ նաեւ խնդիրներ եւ մայրիկները ավելի շատ ուշադիր լինեն։ Շնորհակալ եմ, հնչածին ես էլ ավելացնելու բան ունեմ։ Գիշերանոթի թեման իրականում միայն գիշերանոթի մասին չէ, այն վստահության մասին է։ Գրեթե բոլորս էլ ինչ-որ փուլում սկսում ենք անհանգստանալ, գուցե ուշացա, գուցե շուտ սկսեցի, գուցե սխալ եմ անում։ Բայց երեխաները չեն ապրում ծնողների ու բժիշկների սահմանած ժամկետներով։ Նրանք առաջ են շարժվում այն պահին, երբ պատրաստ են։ Կլինեն թաց օրեր, անհարմար պահեր, երբ կթվա, թե երեխան հետ քայլ արեց, բայց դա ձախողում չէ, դա սովորելու բնական ընթացք է։ Կարևորն այն է, որ այդ պահերին չփոխվի ծնողի վերաբերմունքը, որ երեխան չզգա, թե ինքը խնդիր է, այլ զգա, որ սովորելու ճանապարհին է։ Իսկ մեծահասակներն իր կողքին են, ոչ թե իր դեմ։ Սիրելի ծնողներ, շնորհակալ եմ շատ ձեր փորձն ու գիտելիքը ծնողական ժողովի տաղավար բերելու համար։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ ծնողական ժողովում։